Ներդրումների աքսելերատոր նախ մենք սպեսնեմ բանսետինք ընկեր Մարտիրոսյանի հետ, որ հարուստ երկրներում ավելի շատ է ներդրումները, քան աղքատ երկրներում դիք այն պատճառով, որ կապիտալի ցանկալի պաշարը բանը, որովհետև տեղ ռիսկերը ավելի քիչ են ու հարուստ երկրներում ավելի շատ է ներդրումները, քան աղքատ, որովհետև հարուստ երկրներում ավելի շատ փոխկակողքի դրածորք ներդրումներն են ու ռիսկերը ավելի քիչ են։ Ներդրումների աքսելերատորը կապիտալի ցանկալի պաշարը հանդես է գալիս որպես թողարկման հաստատուն։ Տեսնեմ են բան կսենք ներդրումների աքսելերատորի համար, կսենք որ կայի աստղանիշը, այսինքն մեր ցանկալի մակարդակը հավասար է h անգամ k, h անգամ q, որտեղ որ q-ն մեր հն-ն է, h-ն էլ ինչ որ հաստատուն թիվ։ Մենք շուտով h-ը կստանանք, ինչի է հավասար, բայց հələ որ տեսնեմ։ Կսենք որ կապիտալի ցանկալի պաշարը Մենք հասկնենք ինչ է կապիտալի ցանկալի պաշարը։ Պատկերացնենք որ այն կաֆեի օրինակ, ինչ որ ընկեր Մարտիրոսյանն էր բերել, կար կաֆե, կար 40 ատոր ու կար 44 հաճախորդ։ Այս դեպքում մեր կապիտալի ցանկալի մակարդակը 44-ն է։ 45-ը արդեն կապիտալի ցանկալի մակարդակից շատ է։ Եթե ունենք 30 հաճախորդ, կապիտալի ցանկալի մակարդակը կելներ լեզուս կապիտալի ցանկալի մակարդակը կելներ 30։ Հիմի մենք ինչ ունեինք։ Մենք ունեինք որ q-ն հավասար է k-ի ալֆա էլի 1 մինուս ալֆա։ Սիկ մենք ունեինք գիտեք ուրդից, եթե չեմ սխալվի, աշխատանքի աշխատանքի պահանջարկի քենցյանից էր, տոլ աշխատանքի առաջարկի քենցյանից էր, ինչ որպես տեղից ունեինք։ Ստեղից MPK-ն հավասար է DQ, DK, այսինքն հավասար է Q-ի արձանցյալը ըստ K-ի, այսինքն այսիկ դարձանցենք ըստ K-ի, K-ի ալֆայի արձանցյալը կեղնի ալֆա անգամ K-ի ալֆա մինուս 1 էլի 1 մինուս ալֆա ու որստեղ հետո Q տեղադրենք, մենք բազմապատկենք K-ով ու կբաժանենք K-ի։ Սիկ ուղղակի մենք մաթեմատիկական խիտրեստ երեցինք, որ ստեղ K-ի ալֆա էլի 1 մինուս ալֆա էլի K, այս բանի հաշվին, այս անգամ K-ի հաշվին, ստեղ իշխոր գումարած 1 K։ Կստացվի ալֆա անգամ Q բաժանած K-ի։ Ու մենք ունեինք նախորդ պարագրաֆից ստացած, որ MPK-ն հավասար է R պլյուս ρ-ի։ Այսինքն ալֆա անգամ Q բաժանած K-ն հավասար է R պլյուս ρ։ Ստեղից Q-ն հավասար է կներեք, Q-ն չէ, մենք ստեղ Q-ն չենք գտնի, ստեղից K-ի աստղանիշը, մենք կհիշենք, որ ինչ-որ նայեք, ստեղ դեղներ մեծ է կամ MPK-ն դեղներ փոքր, այսինքն ստեղ մեծ է կամ հավասարի նշան դեղներ, հավասարը մեր ցանկալի պաշարն է, այսինքն երբ որ ինքը հասավ R պլյուս ρ-ի, դիք մեր ամենացանկալի վիճակն է, դոր համար ստեղ արդեն K-ի աստղանիշ է, որտեղ մեր K-ի ցանկալի պաշարն է, ստեղ հավասարի նշան, այս աստղանիշը պայմանավորված է այս հավասարի նշանով, այսինքն K-ի աստղանիշը հավասար է ալֆան բաժանած R պլյուս ρ անգամ Q։ Այսինքն սոնք տեղով փոխվինք մաթեմատիկայի մեջ ուտպեսնա է K-ի աստղանիշը հավասար է ալֆա անգամ Q-ն բաժանած L պլյուս ρ-ի, քանի որ ալֆան էլաստիկությունն է, R-ը ու ρ-ն իրանք հաստատուն թվեր են, դոր համար այ ըսկանը կնշանակեն H հաստատուն, այսինքն H հաստատունը այս բանաձևի մեջ H-ը հավասար է ալֆան բաժանած R պլյուս ρ։ Կնշանակեն H ու կստացվի, որ K-ի աստղանիշը հավասար է H անգամ Q, որտեղ Q-ն հնան է։
Դայլշը մենք պաշարներ եւ հոսքեր թեմայից ունենք, որ in հավասար է k + 1 մինուս k, այսինքն i ցանկալի պաշարը հավասար է k + 1 աստղանիշ, k-ի ցանկալի պաշար հանած նախորդ տարվա ցանկալի պաշարին էլի, այսինքն հավասար է h անգամ q + 1 հանած h անգամ q, այսինքն հավասար է h անգամ դելտա q, դելտա q-ն տարբերությունն է։ Հասկանա պարզ է։ Կատարենք կոպիտ ենթադրություն, որ կապիտալի ցանկալի պաշարը միանգամից կարող է հավասարվել այս ամեն ճկյաններ այն դեպքում, երբ որ մենք կատարենք կոպիտ ենթադրություն, որ կապիտալի ցանկալի պաշարը կարող է 1-ից հավասարվի կապիտալի փաստացի պաշարին, ցանկալին ու փաստացին իրարից կտարաբերենք, բառերին ուշադիր եղեք։ Բայց դիք երկու պատճառով չի կրնայանի։ Առաջի պատճառը, որ ներդրման պահի ու կապիտալի շահագործման միջև կա որոշակի ժամանակահատված, որը կկոչվի ինվեստիցիոն լեգ։ Երբ որ դու առար տարածք, առար քար, ցեմենտ եւ այլն, սկսեցիր կառուցել շենք, ինչ որ տեր ժամանակ պետք է, որ այդ շենքը դու սկսես մարդկանց հանձնել, ծախել եւ այլն։ Այդ ժամանակը կկոչվի ինվեստիցիոն լեգ, այսինքն ներդրման ու գործարկման միջև ժամանակը։ Ու երկրորդ պատճառը, այս պատճառներն ուշադիր եղեք, որովհետև ամեն ինչ որ գերմարտիրոսյանք է, հետո կհարցնենք հենց ժամանակ։ Երբ որ ժամկետները կկրճատվին, ծախսերը կշատանան ինչ որ ձև, բանը արագի մեջ վարպետ մանկուկաս որ գործել վատ չանի, էլ չես դիտարկե գնայինը, ինչ որ հանունս վարպետի կվերցնես կամ շատ խանութներ չես մտնի, որ էժան ապրանքը առնիս, նույն ապրանքը ամենալավ գնով առնիս, կառնիս առաջին լածը խանութից, կրնայանի թանկ։ Այն ծնունդի օրինակն են գերմարտիրոսյանք բերել, որ սկսեր, եթե նախորդ պատրաստվել ես, գնացել ես, տորտը պատվիրել ես եւ այլն, դիք ավելի էժան կնստի, քան եթե այստաս ամենամոդիկ գտնվող խանութը տեղից մրգեր բանեն ալես։ Ինչ որ բազարի ու խանութի տարբերություն մրգերի գնի, օրինակ։ Դոր համար մեր in, որը հավասար է k + 1 մինուս k, կենենք հավասար, ոչ թե աստղան ըսպեսնա, այլ j անգամ k + 1 աստղանիշ մինուս k աստղանիշ։ Այս j-ն ինչ որ մասնակի կարգավորման գործակից է, որ կպատկանե 0-ից 1-ին ու ցույց կտա այդ ժամանակահատված որ արանքը կգնի։ Զարդ կես կնստի երեխեք։ Այսպեսն է։ Ու եկեք գրենք մեր լոստերը, հա, մենք մեկ էստեղ կնանք այս կայի աստղանիշը հետո հանենք գծենք կողքի, որովհետև ինչ եղել չի եղել, մենք արդեն դոր հետ ազդեցություն չունենք ու մենք ազդեցություն ունենք այս սոր վրա։ Այն նոր քիչ առաջ որ սեցի որ երկու պատճառ կավան, դիք մենք գրենք բանաձևի տեսքով, որ կորուստը, լոստը հավասար է C1 անգամ k + 1 աստղանիշ մինուս k + 1, սիկ ինչ որ այդ մեր գործարկման ու կապիտալի փաստացին ու ցանկալին հավասար չեն, իսկ առաջի խմբի ռիսկերն են, առաջի խմբի կորուստներն են կներեք, գումարած C2 անգամ k + 1 մինուս k1։ Այս է երկրորդ տիպի խմբերն են, երբ որ ժամանակը փոքրացնենք ծախսերը կշատանան։ Իրանց երկուսին բարձրացնենք քառակուսի, որ կրնա սիկ մեծանի, կրնա սիկ մեծանի, երկուսն է մեր համար կորուստ են։ Կրնա սիկ մեծանի, կրնա սիկ մեծանի, երկուսն է մեր համար կորուստ են։ Ու քանի որ նայեք, k1-ը արդեն եղել բրձել է, մենք իրար թեժ մի փոփոխություն չենք կնայենք։ K + 1 աստղանիշը մեր էտալոնն է, մենք կձգտենք դոր, մենք կուզենք դոր հասնենք, բայց մենք հələ դոր չենք հասել։ Իսկ այս մեր k + 1 նոր կա, մենք պիտի ձգտենք ամեն ինչ անենք, որ այս k + 1-ը ձգտե մաքսիմում, եղնի մինիմում, որ մեր լոստերը անեն մինիմում։ Դոր համար մենք կածանցենք մեր լոստերը ըստ k + 1-ի։ Սրա ազդեցել է k + 1-ի կեղնի 2 C1 k + 1
աստղանիշ հանած k պլյուս 1 անգամ k պլյուս 1-ի աստղանիշ, այսինքն մինուս 2, սոր բացանցելը։ Եկեք հանած դնենք, հետո նշանակ չոքենք 2c2 անգամ k պլյուս 1 մինուս k 1։ Դրական է նշանը, դամար ստեղ պլյուս։ Հավասարեցնենք 0-ի, ինչ ունենք մենք։ Կստացվի, որ 2c1 անգամ, ստեղ մենք մաթեմատիկական խիտրից պիտի ենենք, k պլյուս 1 աստղանիշ պլյուս k 1 մինուս k 1 մինուս k պլյուս 1-ի հավասար է 2c2 անգամ k պլյուս 1 մինուս k 1։ Ստեղից այս երկուսները կկրճատվին, ու նայեք ինչ կենենք։ c1 անգամ k պլյուս 1 աստղանիշ, ստեղ մեզ պետք է k պլյուս 1 մինուս k 1 պլյուս c1 մինուս c1 անգամ k պլյուս 1 մինուս k 1 հավասար է c2 անգամ k պլյուս 1 մինուս k 1։ Տեսեք, մենք այս ամեն ջերեցինք, որ այս արտահայտությունից տեղել եղնիսիկ բերենք այս կողմ ստանանք։ Ու բերեք միանգամից բերենք այս կողմ ու բաժանենք լավ բերեք այս կողմ, հետո կսեմ ինչ կենենք։ Կեղնի c1 անգամ k պլյուս 1 աստղանիշ մինուս k 1 հավասար է c1 գումարած c2 անգամ k պլյուս 1 մինուս k 1։ Այս k պլյուս 1 մինուս k 1-ը նույն ինքը in է։ i1-ը։ Այսինքն, ստեղից կհետևե, որ մեր i1-ը, այսինքն k պլյուս 1 մինուս կան հավասար է ստեղից, եկեք ստեղ սամ ինչ պտենենք, սաղ դիպաժնենք c1 պլյուս c2-ի, որ ստանանք մենակ սիկ։ c1-ը բաժանած c1 պլյուս c2-ի անգամ k պլյուս 1 աստղանիշ մինուս k 1։ Okay։ Այս k պլյուս 1 աստղանիշ մինուս k 1-ը Գիշեք որ գրել էինք ընդեղ in հավասար է k պլյուս 1 աստղանիշ մինուս k 1 անգամ j։ Այսինք այդ մինուս k 1-ն է, մինուս k-ն է, իսկ այս հատվածին կնշանակենք j, որը փոքր է 0-ից, փոքր է 1-ից։ Ու ստեղ տեսեք ինչ հետաքրքիր պահ կա, որ եթե c1-ը մեծ է c2-ից, այսինքն առաջի տիպի կորուստները ավելի շատ են, քան երկրորդ տիպի կորուստները, ուրեմն մեր j-ն կձգտե 1-ի։ Իսկ եթե մեր c2-ն է մեծ c1-ից, այսինքն երկրորդ տիպի ծախսերն են ավելի շատ, քան առաջի, ուրեմն կոտորակի հայտարարը ավելի փոքր է, չէ, քան ավելի մեծ է, քան համարիչը, այսինքն ինքը կձգտե 0-ի։ Ու այդ դեպքում մեր երկրորդ տիպի ռիսկերն են ավելի շատ։